Սիրելի բարեկամներ, ողջույն։ Սա մեր ինքնությունը նախագիծն է, նախագծի հերթական դրվագը կամ էպիզոդը կամ թողարկումը, ինչպես ուզում եք։ Մենք անդրադառնում ենք տարբեր ըստիս կարևոր հարցերի եւ առաջարկում ենք մեր հեռուստադիտողներին մի փոքր կտրվել այն տեղեկատվական աղմուկից, այն տեղեկատվական քաոսից, որը տիրում է այսօր Հայաստանում տարբեր պատճառներով եւ մարդիկ հնարավորություն չեն ստանում ունենալ հետաքրքիր խորքային տեղեկություններ այս կամ այն կարևոր հարցի շուրջ եւ հաճախ կարևոր հարցերը մղվում են երկրորդական պլան։ Սա միջայլոց տեղեկատվական պատերազմի գործիքներից մեկն է, երբ կարևոր թեմաները, կենսական նշանակության թեմաները ուղղակիորեն լուսանցքում են հայտնվում եւ մարդիկ սկսում են զբաղվել ավելի ոչ կարևոր երկրորդական հարցերով եւ չեն սկսում հասկանալ առաջնահերթությունները։ Այսօր բացառություն չի լինելու, մենք ունենք հրաշալի հյուր, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյան։ Հայկ, ողջունում եմ։ Ողջույն Գևորգ։ Ուրախ եմ այսօր քեզ տեսնել այս ձևաչափում։ Մենք հաճախ հանդիպում ենք տարբեր ձևաչափերում, տարբեր քննարկումների շրջանակում։ Ես ուզում եմ միանգամից հարցը տալ ուղիղ, ինչու է զբաղվում քաղաքականությամբ կամ քաղաքական վերլուծությամբ։ Դրանք երկու տարբեր բաներ են արդեն ինձ համար, նախկինում երկուսով էլ զբաղվում եմ, հիմա քաղաքականությամբ չեմ զբաղվում եմ քաղաքական վերլուծությամբ։ Եվ շնորհակալություն է շատ կարևոր հարցի համար։ Քաղաքականությամբ չեմ զբաղվում, որովհետև հասկացել եմ, բացահայտել եմ ինձ համար եւ արձանագրել եմ մի տարբերություն շատերի, որ Հայաստանում քաղաքականություն որպես այդպեսին չկա։ Կա charade, այսինքն կեղծիք, մի ամբողջ կեղծությամբ լցված դաշտ, որտեղ քանի որ հայ ժողովուրդը չի զբաղվում քաղաքականությամբ, իր փոխարեն իր քաղաքականությամբ զբաղվում են իր տիկնիկավարները։ Տիկնիկավարը պայմանական եմ ասում, որպես ուղղակի տերմին։ Եվ ամեն բան ըստ էության, քանի որ ժողովուրդը չի զբաղվում, զբաղվում են ուրիշները եւ ամեն բան որոշվում է ուրիշների կողմից։ Եվ այդ առումով դաշտը այն աստիճան բյուրեղացած է եւ հստակ է եւ սև եւ սպիտակ է, որտեղ սպիտակ գրեթե չկա, բայց այն նույն սև սպիտակը չի, ինչ ԿՊ-ականներն էին ասում։ Այնքան հստակ է այդ ամեն ինչը, որ ես իմ տեղը չեմ տեսնում այդտեղ։ Նաեւ ես շատ լավ հասկանում եմ, որ ես լինելով ես, այս միջավայրում, այս իրականության մեջ, այս ժողովրդի մեջ, այս երկրում քաղաքական որևէ ապագա չեմ կարող ունենալ։ Կարող եմ ունենալ միայն մի պարագայում, եթե ենթադրաբար շատերի պես ծախվեմ, վաճառվեմ, իմ ծառայությունները եւ իմ ինտելեկտը կամ իմ կարողությունները կամ որոշակի հայտնիությունը հասարակական վաճառեմ ինչ-որ մի քաղաքական ուժի վրա։ Քանի որ դա մինչև հիմա տեղի չի ունեցել եւ տեղի չի ունեցել այն պատճառով, որ դա իմ սկզբունքին դեմ է, իսկ ես սկզբունքի մարդ եմ եւ հետեւաբար դա երբեք էլ տեղի չի ունենա, ես հստակ գնահատել եմ իրավիճակը եւ հասկացել եմ, որ քաղաքականությամբ զբաղվելը իմ պարագայում գոնե այս փուլում, ուզում եմ ընդգծել գոնե այս փուլում առնվազն ծաղրածույություն կլինի կամ ինքնախապեյություն։ Այ քեզ շատ են մեղադրում եւ նույնիսկ վիրավորում, որ դու պաշտոն ես զբաղեցրել եւ մինչեւ օրս շատերը ընդհանրապես կարծես դա դարձել է մեր մշակույթի մաս։ Մարդը կարծես երբեք չի կարողանում իր անցյալից ազատվել, այսինքն իրեն երբ որ ինչ-որ մի հարցում մեղադրում են, անկախ նրանից թե նույնիսկ եթե տարիներ անցան, եթե պետք է մարդուն կարող են պիտակավորել, նույնիսկ վիրավորում են, նույնիսկ դա դարձնում են դիսկուրսի հիմնական, այսպես ասած, հաղթաթուղթա, չէ որ դու ենթադրենք ժամանակին այս էրամ, չէ որ դու ժամանակին այսինչի մուտ էր։ Ինչպես է դու արձագանքում դրանց։ Դու ես պաշտոն զբաղեցրել, ես այդ բարձր պաշտոնը զբաղեցրել եմ շատ կարճ, որովհետև ընդամենը 30 օր, հանած վիկենդները շատ ավելի քիչ, որովհետև հասկացել եմ, որ դա իմ տեղը չի եւ որ իմ պայմանավորվածությունները խախտվել են այդ մարդու հետ։ Խոսքը նախկին վարչապետներից մեկի մասն է։ Ինչի եմ զբաղեցրել այդ պաշտոնը, մի քանի անգամ բացատրել եմ, հիմա շատ կարճ ասեմ, որպեսզի ես թանկարժեք ժամանակը չվատնեմ հիմար թեմայի վրա։ Այդ ժամանակ 2016 թվականին հստակ էր, որ երկրում չկա ժողովրդավարություն եւ այդ իրավիճակը թվում էր, թե շարունակվելու է երկար եւ ինչպես տեսանք շարունակվեց շատ երկար մինչ օրս եւ ավելի դեպի վատացում գնաց։ Եվ այդ իրավիճակում, երբ հասկանում ես, որ ռեժիմի փոփոխություն չի լինելու, շատ բաներ մնալու են կամ ամեն ինչ մնալու է ստատուս քվոյի շրջանակներում,
Եթե դու մասնագետ ես եւ ունես ճիշտ գաղափարներ եւ ճիշտ մոտեցումներ եւ տեսնում ես, որ սխալ է արվում ղեկավարության կողմից եւ քեզ առաջարկ է գալիս աշխատելու ինչ նկատառումներով իրենց շահերից ելնելով, դու այդտեղ հաշվարկ ես կատարում։ Կարող ես արդյոք դու չծառայել իրենց շահերին, իրենց շահերը սպասարկելու առումով լինել անօգուտ, անօգտակար, բայց լինել օգտակար ոչ թե քո շահերը սպասարկելու, այլ հասարակական հանրային կամ ժողովրդի որոշակի շահեր առաջ մղելու առումով։ Կարող ես դա անել, թե չէ։ Ես տվյալ իրավիճակում գնահատեցի, որ կարող եմ, որովհետև բանակցությունների ընթացքում որոշակի պայմաններ առաջադրեցի, այդ պայմանները ընդունվեցին։ Եվ ես ելնում էի այն տեսանկյունից, որ եթե ես մեծ հարցեր չեմ կարողանալու լուծել բնականաբար, ես հիմար չէի եւ ռոմանտիկ ավանակ չէի, որ այդպես մտածեի, բայց հասկանում եմ, որ եթե կարող եմ այսքան լուծել խնդիրներ, որ այլոք չեն էլ մտածում լուծել եւ իրենց պետք էլ չի, բայց ես ունենալով այդ պետական կառավարչական լծակը կարողանամ դա անել եւ ուղիղ հասանելիություն օրվա վարչապետին։ Ուրեմն ես պիտի փորձեմ այդ մասշտաբով անել, որովհետև դա իմ մասնագիտությունն է եւ եթե ես որևէ կերպ դա չեմ օգտագործում միշտ դրսից քննադատում եմ, դառնում է անիմաստ։ Այսինքն դու քո ամբողջ ներուժը չէր կարող կիրառել։ Չէ, բնականաբար չէի կարող, որովհետև ես չէի ծառայելու իրենց օրակարգին։ Եթե ծառայի իրենց օրակարգին, կարող է կիրառեի, կարող է շատ արագ, շատ բարձր։ Դու ինչ-որ հույսեր կապեցիր հեղափոխության հետ 2018-ին, որովհետև դա էլ են քեզ, դա անում են քեզ մեղադրում, որ դու ժամանակին աջակցել ես, հետո բայց ես չեմ աշխատել ի տարբերություն շատերի Փաշինյանի հետ։ Այո, աջակցել եմ եւ պիտի ասեմ, որ ես առաջինն է, եւ սա տասնյակ անգամներ ասել եմ, որ դուրս եկա Փաշինյանի դեմ, որ հասկացա, որ իրականում խաբեություն կա։ Ես մինչև 2020 թվականի սեպտեմբեր անընդհատ քննադատում էի, ամենախիստ քննադատողն էի եւ սարսափելի հարվածների եմ ենթարկվել, խոսքային, արշավային, կեղտոտ սև PR-ի եւ այլն, բայց մինչև սեպտեմբեր ասում էի, որ վատն են, շատ վատն են, գոնե այս պահի դրությամբ դավաճանական ռեժիմ չեն։ Հետո պարզվեց, որ ես սկսելու էի այլ բան մտածել։ Փոխեց շատ բաներ։ Եվ այո, եւ ես սկսեցի այլ կերպ մտածել եւ այլ կերպ մոտենալ եւ շատ ավելի կոշտացրեցի իմ մոտեցումը։ Ուզում եմ նաեւ մի բան ասել, Գևորգ, մարդիկ ոչ թե չեն ազատում իրենց անցյալից, այլ հատկապես այս ժողովուրդը հիշողություն գրեթե չի ուզում պահպանել։ Ոչ մի հարցում ընդ որում։ Եվ այնպիսի մարդիկ են այնպիսի տեղերում, օրինակ այս ներկա ռեժիմի պաշտոնյաների մի շատ զգալի մաս սարսափելի նախկին ռեժիմի կերպարներ են եղել, սարսափելի ուժգնությամբ այդ նախկին ռեժիմում մասնակից են եղել։ Դա պարադոքս է։ Պարադոքս չի, դա շատ տրամաբանական է, որովհետև սա այդ ռեժիմի, նախկին ռեժիմի շատ ավելի վատ տարբերակն է եւ նրա շարունակությունը եւ նույն արմատներից է սնվել։ Հետեւաբար մարդիկ մոռանում են, բայց եթե ուզում են քեզ կեղտոտել եւ եթե դու ռեժիմի եւ իշխանության հետ չես, դրա դեմ ես, այդ դեպքում սկսում են հիշել քո անցյալը, ընդ որում դրական բանը ներկայացնել որպես բացասական։ Բայց այստեղ ես մի ուժ ունեմ, որը ինձ պահում է իմուն դրանից, ես ուղղակի բացարձակապես անտարբեր եմ ամեն հայհոյանքի, ամեն վիրավորանքի։ Դարձել ես անտարբեր։ Այո, 16 թվականին այդպեսին չէի, բայց արագ կոփվել եմ եւ կոփվել եմ նաեւ ապրելով Ամերիկայում, որովհետեւ Նյու Յորքում հատկապես Ամերիկայում կարող ես ապրել եւ չկոփվել, բայց Նյու Յորքը կոփում է քո մեջ այդ բանը մտցնում է ավելի փիլիսոփայորեն եւ ավելի դիմացկուն նայել ամեն ինչին եւ լինել։ Եվ ինձ բացարձակ չի հետաքրքրում ինչ են խոսում իմ մասին եւ անկեղծ եմ սա ասում։ Սա այն որ ասում են ինձ չի հետաքրքրում, բայց իրականում տառապում են, չէ, այդ վիճակը չի։ Իրականում ինձ չի հետաքրքրում։ Ես բյուրեղացրել եմ եւ կյանքում հասել եմ մի կետի, երբ ես գիտեմ ինչն է ինձ համար արժեքավոր իմ կյանքում եւ ինչն է բացարձակ անարժեք։ Եվ շատ քիչ բան կա, որ ինձ համար ներկայացնում է արժեք այսօր։ Այդ ժամանակը չի, որ դու այդ քաղաքագիտականից անցում անես ի վերջո նորից դեպի քաղաքականություն, որովհետեւ ըստ իս նման մարդիկ այսօր պակասում են մեր դաշտում։ Հենց միգուցե համաձայնես, չգիտեմ, բայց շատ տարիներ հենց նման մարդկանց դուրս մղման գործընթաց էր, այդում եւ ինձ նման մենք տարբեր ենք իհարկե շատ հաճախ մեր մոտեցումներում, բայց կարծես թե ինչ որ շատ նաեւ ընդհանրություններ ունենք եւ մեզ դուրս մղելը դարձել էր բոլոր իշխանությունների, բոլոր ռեժիմների ցանկությունը կամ նպատակը եւ ըստեյության իրենց շատ հաճախ եւ հաջողվեց այդպես դու տեսար որ համապատասխան չի ուղակի ասում ես դե ես գնացի ընդհանրապես Նյու Յորք գնացի կամ ինչ-որ մեկ այլ երկիր գնաց ես շարունակում եմ դեռևս մնալ եւ փորձում եմ այստեղ ինչ որ բան դեռ փորձում եմ հույս ունեմ բայց սրտի դեռ այստեղ դու այստեղ ես դու վերադարձել ես
Չես ուզում մտնել քաղաքականություն։ Չէ, նոր ասեցի, Գեորգ, որտեվ իմ տեղը չեմ տեսնում։ Ես այդ հարցը դուք դի բացես այդ քանի տեղը։ որ մենք միևնույն այսպես հայացքային դաշտում ենք գտնվում մեծ հաշվով, ես ուզում եմ քեզ նույն հարցը տալ եւ դրանով կլինի իմ պատասխանը, այդտեղ կլինի իմ պատասխանը։ Արդյոք դու քեզ տեսնում ես այսօրվա քաղաքական դաշտում, եթե վաղ քեզ այս ռեժիմը պաշտոն առաջարկի, արդյոք կընդունես, վստահ եմ, որ Ես դա նկատի չունեմ հենց դա ոչ, եթե դու իհարկե գնաս ոչ։ ընդդիմություն, ոչ, վստահ եմ, որ ոչ։ Եթե դու գնաս ընդդիմություն եւ որևէ ընդդիմության միավորվես, արդյոք դու տեսնում ես մի ուժ, որին դու կուզենաս միավորվել։ Էլի վստահ եմ, որ ոչ, եւ դու ասում ես։ Ես եմ պահանա, որ ասում եմ, եթե չգիտես ինչ գիրք կարդաս, գրի այդ գիրքը, որ դու կուզես կարդալ։ Հիմնիր կուսակցություն։ Կարող ես արդյոք այդքան ֆինանսական։ Ուրեմն պատասխանը նորից հնչեց։ Իսկ եթե ունենայի կանեի։ Իսկ եթե դու ունենայիր այդ ֆինանսական միջոցները, եթե դու ունենայիր ենթադրենք $100 միլիոն փող, որ լուրջ փող է այսօր Հայաստանում, թեև Հայաստանը այնքան թանկ է, որ դա էլ երևի լուրջ չի։ $100 միլիոն փող ունենայիր։ Դու կարծում ես, որ քո որակով, քո հայացքներով, քո տեսակով, որտեվ տեսակն էլ է կարևոր, քո արտաքինով, որտեվ կներես արտաքինն էլ է շատ կարևոր։ Դու ունես ներկայացուցչական արտաքին։ Չէ, անկեղծ ենք խոսում, հա։ Արդյոք դու այսօրվա չափանիշներին համապատասխանում ես եւ արդյոք քո հետևից կգան 10 հոգուց ավելի մարդ։ Չէ, չեն գա։ Դե ինչպես եւ չնայած քո դիտումները շատ բարձր են։ Կապ չունի։ Իմ դիտումները շատ ցածր են, ցավոք, բայց դա էլ կապ ունի, այո, համաձայն եմ քեզ հետ, եթե մեր հետևից գան, մենք կարող ենք նույնիսկ չմտնենք քաղաքականություն, եթե մարդիկ սկսեն մեր նման մարդկանց։ Բայց ինձ կարող են դիտել, ինձ կարող են կապիտալիզացնել, ես դա եմ դրվատանքի խոսքեր ասել։ Ես ունեմ մարդիկ, որոնք սրտանց ինձ համակրում են, ու կան մարդիկ, որոնք ինձ սրտանց ատում են։ Այդ ամեն ինչը հստակ է, այդ ամեն ինչը եւ շատ շնորհակալ եմ, որ կան մարդիկ, որոնք ինձ ընկալում են, հասկանում են, հետեւում են եւ այլն։ Իրոք շնորհակալ եմ այդ մարդկանց։ Բայց քաղաքական ալտերնատիվ ստեղծելու այդ քո ասած գիրքը գրելու համար ես երբևէ Հայաստանում չեմ ունենա բավարարի մինիմումն անգամ քանակների հետևորդների առումով, որովհետև ինչպես դու եւ օրինակը բերեցի, այդպես էլ ես ոչ մի պարամետրով չեմ համապատասխանում այս հասարակության եւ այս ժողովրդի քաղաքական ճաշակին, պահանջներին եւ գաղափարախոսական մոտեցումներին։ Հենց իրավիճակը չէ, որ մենք մեզ թերագնահատում են եւ սա այն է, ինչ որ հենց ուզում են, որ մենք մեզ թերագնահատենք եւ չմտնենք այդ պայքարի մեջ, թեև ես ինքս էլ, քանի որ եւ ներսից եւ դրսից տեսնում եմ այս քաղաքականությունը Հայաստանում որքան կործանարար է եւ մեկ անգամ մտնողը ուղղակիորեն այդտեղից ուղղակի կարող է ամբողջությամբ կոտրված դուրս գալ, այսինքն ամբողջ կյանքը այլևս չկարողանա ռեաբիլիտացիա։ Գեորգ, եթե դու ունենաս $100 միլիոն, ինչպես ասեցի, մտնես քաղաքականություն եւ փողի հմայքի շնորհիվ քո շուրջը հավաքես մի 10,000 հոգի մարդ, որոնք շատ վճռական լինեն, դա բացառում եմ էլի, բայց ենթադրենք կարողանաս ինչ-որ հրաշքով անել։ Նույնը ինձ է վերաբերում։ Այսօր այս երկրում իմ կարծիքով եւ իմ սուբյեկտիվ պատկերացմամբ քաղաքականությունը որոշում են 3 ուժեր։ Իսկ դա մեծ հաշվով 2 ուժ է, մեծ հաշվով մի ուժ է, ավելի մեծ հաշվով։ Դա Ադրբեջանն է, Թուրքիան է, Ռուսաստանն է։ Եվ եթե դու իրոք անկախ ես եւ մտնում ես խաղի մեջ այս երկրում եւ հանկարծ դառնում ես գործոն կամ կիսագործոն, դու շանս չունես մնալու։ Եվ այդ մնալը ես ենթադրում եմ նաեւ բոլոր առումներով, ոչ միայն քաղաքականապես։ Հասկացա։ Այսինքն նաեւ ֆիզիկապես դա կարող է խնդիր առաջացնել, եթե ես ենթադրում եմ, որ բարձր հավանականությամբ այո։ Լավ, վերադառնանք մեր, այսպես ասած, ակունքներին։ Որն է քեզ հայի ինքնությունը եւ արդյոք հայի ինքնությունը այսօր ճգնաժամի մեջ է կամ վտանգված է։ Ամենաբարդ հարցն է տալիս, որ ես վերջին երևի 3 տարիների ընթացքում հասցեագրվել եմ ինձ եւ ստացել եմ։ Եվ այս մասին ես մտածում եի ամբողջացնել, գիտեմ իհարկե պատասխանը, բայց փորձում եի ամբողջացնել եւ խտացնել այս հաղորդմանը գալիս, որտեղ շատ լուրջ են վերաբերվում հենց այս թողարկմանը եւ այս հաղորդմանը, որտեղ դու դիտումներին հղում արեցիր, կարող է դիտումները քիչ են, բայց շատ կարեւոր հաղորդում է եւ շատ որակյալ հաղորդում է, եզակի բան է դաշտում եւ ինձ համար շատ կարեւոր էր գալ մտքերս առավել խտացրած։ Բայց միևնույն է, ես դժվարացա խտացնել եւ հիմա եմ դժվարանում խտացնել պատասխանը։ Փորձեմ հատվածաբար, բայց նաեւ ընդհանուր ասել, չգիտեմ որքանով կհաջողվի։ Առաջին հերթին ինչ է ինքնությունը, ազգային ինքնությունը։ Եվ հատկապես այս տարածաշրջանում այս ժողովրդի մասով։ Ազգային ինքնությունը առաջին հերթին լեզուն է, առաջին հերթին կրոնն է, եւ ոչ միայն կրոնը, այլև տվյալ պարագայում կրոնի ազգային դենոմինացիան, այսինքն ազգային դավանանքը։
որտեղ կրոնը քրիստոնեություն է, բայց դավանանքները տարբեր են։ Եվ գիրն է բնականաբար, որ լեզվի հետ կարելի է միացնել, բայց նաև դա ազգային ինքնության ամենակարևոր գործոններից մեկն է։ Եվ չորրորդը կամ եթե գիրը լեզվի հետ ենք միացնում, երրորդը այդ պարագայում մշակույթը։ Կա հինգերորդը նույնպես առավել մեծ։ Դա ազգի անցած ճանապարհն է, Այսինքն հիշողությունը։ Հիշողությունը եւ հիշողությունը։ Դժվարանամ ասել, բայց անցած ճանապարհը, որը կերտել է DNA, այսինքն ԴՆԹ։ Տնությունը, Ինչպես ռուսերենով են ասում եւ հայերի մեծ մասը այդ բառը գիտի ռուսերենով, DNK-ն կամ գենետիկ կոդը։ Ես այդ ապուշությունների մեջ չեմ մտնի տիեզերականություն, բան եւ այլն, դրանք համարում եմ հիմար թեզեր գաղափարներ, բայց գենետիկ կոդը դա շատ լուրջ երևույթ է թե մարդու անհատ անձի համար իր անձնական գենետիկ կոդը, որը որոշվում է իր ամբողջ կյանքի ընթացքը, ըստ էության ոչ թե ճակատագիրն է կանխորոշում, այլ առողջական վիճակը, արտաքինը, բնավորության գծերը, դա միլիարդավոր գեներ են, միլիոնավոր գեներ են, որոնց տարբեր համակցությունները ծնում են տարբեր անհատներ։ Դրա համար մարդիկ նման են իրար, բայց տարբեր են ամեն ինչով։ Դա մատնահետք է, որը չի կրկնվում եւ որը որոշում է ամեն ինչ։ Եվ ինչպես մարդու գեները կարող են փոխվել, իսկ շատ քչերը գիտեն, որ գեները կարող են փոխվել։ մուտացիայի մասին խոսքը։ Մուտացիայի են ենթարկվում կամ մուտացված գեները կանգնում են, ինչ որ սերնդի ուղղակի չեն փոխանցվում։ Յուրաքանչյուր գենետիկ մուտացիա 50-50 շանս ունի փոխանցվելու կամ չփոխանցվելու։ Ասում են, որոշ գեներ ավելի բարձր շանս ունեն, բայց հիմնականում 50-50 է։ Եվ ինչ որ մի պահ, ինչ որ մի սերնդի վրա չի անցնում, բայց կան գեներ նաև, որոնք ձևավորվում են կյանքի տվյալ անձի կյանքի ընթացքում։ Եվ հատկապես վերջին տարիներին, օրինակ գիտական հետազոտությունները բացահայտել են, որ ցեղասպանություն վերապրածների մոտ տրավման կամ սարսափելի տրավմա, սարսափելի հոգեկան կամ ֆիզիկական հարված տարած մարդկանց մոտ տեղի ունենում գենետիկ կոդի փոփոխություն։ Այսինքն դա հարված է, որը կոտրում է այդ շղթան, հա, որը նոր գեն է ստեղծում, գենետիկ մուտացիա է կատարում զուտ բժշկական տեսակետից։ Եվ դա որպես տրավմայի հիշողություն փոխանցվում է սերունդներին, եւ այդ սերունդները որպես կանոն ունեն դեպրեսիայի շատ ավելի բարձր տոկոս։ Եվ բարձր դրսևորումներ եւ ձևեր, կլինիկական դեպրեսիա եւ այլն։ Իմիջիայլոց հայերը դեպրեսիան էլ չգիտեն ինչ է, կարծում են թե դա վատ տրամադրությունն է եւ այլն, բայց հիմա չգնանք այդ բժշկական բաների մեջ, թե չէ որոշ տխմարներ կան, որոնք եթե ես մի բան շատ խորը ուսումնասիրում եմ տարբեր թեմաներ, ասում են, հա, հիմա էլ բնապահպան դառավ, հիմա էլ էս դառավ, հիմա էլ կասեն, հա, հիմա էլ բժիշկ դառավ, բայց ասեմ, որ բազմաթիվ հայ բժիշկներից շատ բաներ ավելի շատ եւ լավ գիտեն, որտեվ այստեղ բժիշկների մի զանգված կա, որ ուղղակի ոչ բոլոր իհարկե, որ ուղղակի տգիտության մեջ է լողում, որտեղ մնացել է խորհրդային միության ժամանակներում, չի աշխատում իր վրա, իսկ ես դնում եւ կարդում եմ գիտական գրականություն, եթե ինձ մի թեմա հետաքրքրում է։ Այդ առումով, բայց մեծամտություն թող չհամարվի, ինչեւ է։ Ազգերը նույնպես ունեն գենետիկ կոդ։ Եվ այդ կոդը տրավմաները հաճախ փոխում են։ Ոմանց մոտ տրավման այդ կոդը փոխում է դեպի դրականը։ Այսինքն տրավման սարսափելի տրավմա է տեղի ունենում, դրանից հետո այդ կոդը փոխվում է եւ ազգը նստում եւ մտածում է ինչպես անի, որպեսզի այդ տրավման չկրկնվի։ Եվ այդտեղ ինքը իր կոդը փոխում է։ Ինքը կարա համ կոդ դեպրեսիան կամ այդ կոդը փոխված ունենա, կա եւ միևնույն ժամանակ նաեւ կարող են ինքն իր, այսպես ասած, իր մազից քաշել եւ հանել։ Եվ ես այդ օրինակը կբերեմ։ Այո։ Եվ կան ազգեր կամ ժողովուրդներ, որոնք գենետիկ կոդ են, գենետիկ դեֆեկտներ են կուտակում կամ մուտացիաներ գիտական տերմինով ասած, genetic mutations։ Դե այստեղ արդեն բժշկականի մասին չի խոսքը, բայց ես անալոգիայի սկզբունքով փորձում եմ զուգահեռ տանել։ Եվ այդ մուտացիաները ավելի ու ավելի են ավելանում, որովհետև գիտակցաբար դրանք կանխարգելելու եւ կասեցնելու ոչ մի քայլ չի արվում, ընդհակառակը ավելի է զարգ տրվում դրան եւ սկսում է հերքվել այդ մուտացիաների ազդեցությունը։ Ինչպես օրինակ, գենետիկ հիվանդություններ ունեցող մարդիկ կան, իմիջիայլոց բոլոր մարդիկ աշխարհում ունեն գենետիկ մուտացիաներ։ Նայած թե որ մուտացիան է, որի մոտ այդպես կարող է վախճան լինել կամ ծանր հիվանդություններ լինել, մեկը ունի ծանր, մեկը ունի թեթև հիվանդությունների կամ ոչ թեթև գեները քնած են մնում, երբեմն զարթնում են, այս ամեն ինչը դրանով պայմանավորված։ Բայց հիմա օրինակ բժշկությունը որոշակի գենետիկ ժառանգական հիվանդությունների վրա ազդեցություն է ունենում եւ կյանքը բավական երկարացնում եւ որակը լավացնում է, եթե բուժում է նախաձեռնվում։ Եվ եթե կա ժողովուրդ, որը բուժում չի փորձում նախաձեռնել,
Եվ ասում է գիտությունը չկա, թքած ես խնդրեմ չունեմ, ես սխալ չեմ, ամեն ինչ եղանակից էր, ցուրտ էր, տաք էր, ես շատ մնացի անձրևի տակ, դրա համար ինձ մոտ էս խնդրեմը եղավ առողջական եւ այլն, պատկերավոր եմ ասում։ Խնդիրները շատանում են եւ մարմինը մեռնում է։ Իրենց տրավմաների արդյունքում իրենց փոխած մի քանի ազգերի անուններ տան, որոնց այստեղ մեջ բերում են մեծ սխալներով եւ սխալ կոնտեքստներում։ Առաջինը հрьяաները հազարավոր տարիներ, շուրջ 2000 տարի հալածվել են, ջարդվել են եւ իրենց ամենամեծ եւ խոշոր եւ ամենակազմակերպված ցեղասպանությունից հետո, որի ընթացքում 6 միլիոն մարդ կորցրեցին, իրենց կոդը փոխեցին, այդ խնդրեմը լուծելու ճանապարհը գտան, ստեղծեցին պետություն, ամեն ինչ արեցին պետություն ստեղծելու համար եւ կոտրեցին, կանգնեցրեցին, կասեցրեցին այդ կոդը հաջորդ ծերունդների համար, ինչպես որ այդ կոդը երբեմն մարդկանց մեջ է կանգնում, եւ մտածողությունը զոհից եւ կարգավիճակը զոհից վերափոխեցին հզորի եւ թելադրողի եւ հայրենիք ազատագրողի, հայրենիք կորցրածից դարձան հայրենիք ազատագրող։ Եվ այն ինչ որ մենք տեսնում ենք այսօր, տարբեր մեկնաբանություններ են տալիս տարբեր մարդիկ, բայց դա մեծ հաշվով հрьяաների տեսանկյունից իրենք ազատագրում են իրենց պատմական հայրենիքը, քայլ առ քայլ, հաճախ շատ բաների առջև կանգ չառնելով։ Եվ ես չեմ ասում լավ են անում, վատ են անում, ես արձանագրում եմ փաստը, փոփոխություն է տեղի ունեցել։ Ճապոնացիները 100 տարի շարունակ իրենք կատարյալ իզոլյացիայի մեջ էին մեկուսացման աշխարհից, տեսան չի աշխատում, փոխվեցին, սկսեցին կատարելապես բացվել աշխարհին, հետո դարձան միլիտարիստական պետություն, սարսափելի ռազմականացված, աննկարագրելի դաժանություններով, սկսեցին նվաճել տարածաշրջանը, մտան երկու համաշխարհային պատերազմների մեջ, ջարդվեցին, հայտնվեցին կործանման առջև, միջուկային հարված ստացան 2 անգամ, մի քանի օրվա ընթացքում, եւ դրանից հետո իրենք կատարեցին իրենց պատմական գենի կտրուկագույն փոփոխություն։ Վերածվեցին սարսափելի միլիտարիստական, դաժան, ռազմական ուժ ունեցող երկրից եւ ժողովրդից, խաղաղասեր, խելացի, միշտ են եղել ստեղծագործ, բայց աշխատասեր, ստեղծագործ եւ չափազանց քաղաքակրթված ժողովրդի։ Միշտ են եղել քաղաքակրթված, բայց այդ բանը հանեցին մեջից։ Չինացիները ինչպես փոխեցին ասես։ Չինացիների պատմությունը շատ ավելի բարդ է եւ չինացիները Բայց փոխեցին, չէ՞։ Այո, չինացիները մեկ էթնիկ միավոր չեն, իրենք էլ երկար ժամանակ եղել են մեծ աղքատության մեջ, մեծ դաժան վիճակների մեջ, մողոլների կողմից են ճնշվել հաճախ, պարտություններ են կրել, եղել են օպիումային պատերազմներ եւ այլն եւ այլն։ Եվ չինացիները անգամ կուլտուրական հեղափոխությունից հետո Մաոյի դեռ շատ վատ վիճակում հայտնվեցին։ Հետո մի օր որոշեցին իրենց կոդը փոխել եւ դառնալ աշխարհում հեգեմոն ուժ։ Դա որոշելու խնդիր է, թե հանգամանքների բերում։ Դա առանց որոշման անհնար է։ Անհնար է առանց որոշման։ Լավ, այդ դեպքում փորձենք հասկանալ, թե ինչը պիտի ստիպի մեզ փոխել եւ արդյոք ըստ քեզ այդ պահանջը կա շատերի մոտ, որովհետեւ այն ինչ որ դու ասում ես, ստացվում որ կան ընտրյալներ, որոնք խուսափել են այդ ԴՆԹ-ի փոփոխություններից եւ մնացածը այդ ստրեսի մեջ են, բայց ուղղակի չեն գիտակցում կամ գիտակցում են չեն ուզում շատ, ինչպես որ ասում ես, վերագրում են անձրևին, ոչ թե խորքային լուրջ խնդիրներին։ Հիմա ինչպես պիտի ձևավորվի այդ պահանջը, ով պիտի բերի եւ արդյոք իսկապես մարդիկ փորձելու են այդ քայլը անել։ Ես կարծում եմ, որ այս ժողովրդի մոտ իր համոզմունքը, իր անմեղ ինքն իր հանդեպ անմեղ լինելու հարցում այնքան անբեկանելի եւ անսասանելի է եւ դա ավելի է ամրապնդվում ամեն տարի հիմա։ Եվ գենետիկ կոդը պատմական, վերլուծական, այդ բոլոր խնդրահարույց կոդերը ամրապնդելու մղումը եւ այդ բլոկավորումը փոփոխություն մտցնելու այն աստիճանի անբեկանելի եւ անփոխարինելի է, որ դա հաղթարել հնարավոր չի։ Դրա համար մենք եկել հասել ենք պատմության վերջին։ Ես ամենայն պատասխանատվությամբ եւ մեծ ողբերգությամբ հայտարարում եմ, որտեվ ես բարոյապես համարում եմ իմ կյանքը կործանված, որտեվ ես լինելով ծագումով հայ, այսօր իմ ինքնության հետ խնդիր ունեմ իմ ժողովրդի պատճառով,
եւ հասկանում եմ, որ ես հայրենազուրկ եմ լինելու։ Ես ունեմ երկիր, դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Այստեղ երկիր չկա, ըստ էության փաստացի, որտեվ սա ավերակ է մի, բայց ես ունեմ հայրենիք, որը Հայաստանն է։ Եվ ես հայրենազրկվում եմ։ Արդեն հայրենազրկված եմ ինձ կում։ Սա սարսափելի մի բան է, եւ այդ մասին իմիջիայլոց Անրի Վերնոյի ունի իր մայրիկ գրքում, ես չգիտեմ ֆիլմում կա թե չէ, այդ բանը չեմ հիշում, բայց երբ գալիս են Ֆրանսիա, ամենաողբերգական պահերից մեկը այն է, երբ սահմանապահը անձնագրում խփում է անհայրենիք կնիքը։ Այդ անհայրենիք կնիքը դա ամենածանր կնիքն է, որ մարդը մինչև կյանքի վերջ տանում է իր հետ։ Այո, բայց սա մեր, չասեմ այդ բառը, բայց սա մեր, այսպես ասած, պատմությունը չի, մեր ճակատագիրը չի։ Հա, որտեվ այդպես չի եղել, անդադ գաղթական ընտրված ճանապարհ է, դա ընտրված ճանապարհ է։ Ինչ իմաստով ընտրված։ Կասեմ հիմա, ուղղակի ես այն նախորդ հարցին ամենակարևոր հարցը որ տվեցի, դրանք ուզեմ արագ պատասխանել, որ ամբողջանա չլինի օդում, որտեվ հարցը շատ լավն է։ Որն է ազգային ինքնությունը։ Այս ազգի համար ինքնություն կերտել են, ես մի քանի անգամ վերջերս ասել եմ, ոչ թե Տիգրան Մեծը, չգիտեմ, Ուրարտուն եւ այդ ժամանակ այս ինքնության այսօրվա ստանդարտները եւ պատկերացումները բացարձակապես չեն եղել։ Ուրարտացիները ես միևնույն է համարում եմ, որ տեղաբնիկ բնիկներից շատ տարբեր մշակույթ էին եւ քաղաքակրթություն, իշխող էին, բայց այո, թագավորությունը հայկական էր, որտեղ հայեր էին ապրում այդ թագավորության մեջ, բայց ուրարտացիներն իրենք ես այնուամենայնիվ չեմ կարծում, որ շատ ընդհանրություններ ունեին տեղի բնիկների հետ, իսկ բնիկները հայերն են։ Բայց հիմա սա շատերը հիմարաբար ասում են սովետական գաղափար է, էս է, բան, ինչի սովետական միության մեջ ոչ մի ճշմարիտ գիտական թեզ չէր հնչում Հայաստանում։ Շատ թեզեր են հնչել, որոնք շատ ճիշտ են եղել։ Բայց անցնենք դրա վրա։ Տիգրան Մեծը հելենիստական թագավոր էր։ Ինքը ըստ էության իրեն չէր պատկերացնում որպես հայ, այնպես ինչպես այսօր մեկը կարող է։ Դա բոլոր ազգերն է վերաբերում։ Նույն Ալեքսանդր Մեծը չէ կարող են համարել։ Այո, Ալեքսանդր Մեծը անգամ հարց է ինքը իրեն համարում էր թե չէ, թեև ինքը հունական մշակույթ էր տարածում եւ ինչ որ առումով աշխարհը փոխվել է, հասկանալի է։ Բայց ազգային ինքնություն հայերի կերտել են, ընդ որում դա աշխարհում ամենաառաջին ձևավորված ազգային ինքնություններից մեկն էր հայերն էին, արշակունիները, որոնք պարթև էին, որոնք իրանցի էին, Պարսկաստանից էին, Իրանից էին։ Եվ այդ կերտման երկու ամենակարևոր անկյունակարային քայլերը, որոնք բացարձակապես քաղաքական քայլեր էին։ Այս մասին ես շատ եմ խոսել։ Քրիստոնեության ընդունումներ, որ ոչ մի կապ չուներ կրոնական հավատքի, համոզմունքների, բանի հետ։ Գիրը, հա։ Եվ գրերի գյուտը, որ նույնպես ծայրահեղ քաղաքական քայլ է։ Ֆանտաստիկ բան է դա, չէ՞։ Ֆանտաստիկ բան է, եւ այդպիսի խոշորամասշտաբ քաղաքական մտածողություն ունեցող դինաստիաներ աշխարհի պատմության մեջ շատ քիչ են եղել կամ թագավորներ ծրտատի շատ հերահար քայլանով հերահար եւ ստրատեգիական փայլուն միտք տեսեք կան ավանակներ որոնք ասում են քրիստոնեությունը եկավ մեր մեհյանները ավիրեց մեր մշակույթը նախ այն ժամանակ մշակույթի պահպանության ստանդարտներ չկային այսօր են ավիրում քրիստոնեական տաճարները այսօրվա մարդիկ որ դրա իրավունքը չունեն եւ լրիվ այլ չափանիշներ են այն ժամանակ դա լրիվ քաղաքական ակտ էր մեհյաները 100,000-ներով թափված էին ամբողջ տարածաշրջանով մեկ լիքը կար եւ Տրթատը քաղաքական որոշում էր ընդունում անկախացնել եւ ազգային ինքնություն ստեղծել որպեսզի իր իսկ դինաստիայից Իրանում իշխող ինքը Պոկի Հայաստանին ստեղծի անկախ հզոր պետություն, որի թագավորը ինքն էր, եւ միաժամանակ չհանդիպի Հռոմի հարվածներին։ Երկուսից էլ պոկում էր, երկուսից էլ անկախացնում էր այդ ժամանակ բոլորին անհայտ մի կրոն ընդունելով։ Եվ դրա համար ինքը քանդում էր մեհյաները, կառուցում էր եկեղեցիներ, որպեսզի ժողովուրդը իներցիայով գա այդտեղ եւ տրանսֆորմացիան լինի արագ։ Գրերի գյուտով հայ եկեղեցին անկախացավ ասորիքից եւ ասորի եւ խույն եկեղեցիներից որովհետև այդ ժամանակ եկեղեցին ահռելի քաղաքական իշխանություն ուներ։ Էլի ֆանտաստիկ քայլ էր։ Եվ էլի ֆանտաստիկ քայլ էր։ Եվ այդ նույն կոնտեքստում էլի մենք հիմարություններ ենք լսում, թե գրերի գյուտից առաջ գրեր կային եւ այլն եւ գրեր կային Հայաստանում, դրանք հունարենը եւ արամեերենն էին, ասորերենն էին։ Այլ գրեր չկային, կային մեհենագրեր, որոնք գրային համակարգ չէին եւ այլն եւ այլն։ Եվ մարդը 0-ից ստեղծեց առանձին գիր, որը ոչ Դանիելից էր թխած, որ միֆական կերպար է եւ հորինված կերպար է մեծ հաշվով, ոչ մի մեկից թխված չէր, կոպիա արած չէր, կապկած չէր, դա գիր էր, որը Մաշտոցը ստեղծեց աշխարհի գրային համակարգեր ուսումնասիրելով, ճամփորդելով եւ լինելով գերագույն հանճար։ Բայց Մաշտոցը չէր կարող այդ գիրը ստեղծել, այդ գիրը չէր մտնի շրջանառության մեջ, եթե չլիներ թագավորը եւ եթե չլիներ քաղաքական որոշում երկրի համար ստեղծելու գիր,
որպիսի ամբողջ եկեղեցին եւ պետությունը քաղաքական երկրորդ անկախությունը ստանան քրիստոնեությունից հետո, բայց շատ չշեղվենք։ Այս ամենը ձևավորել է մի ինքնություն, որը շատ կարևոր մշակութային փայլատակումներ է տվել։ Բայց այս ժողովրդի ամենակարևոր փայլատակումները մշտապես եղել են ազդված դրսի լավագույն ավանդույթներից, այսինքն հայտնվել է մեկը, օրինակ Գրիգոր Նարեկացին, որին մենք համարում ենք համաշխարհային ռենեսանսի վերածննդի առաջամարտիկներից մեկը, բայց Նարեկացի չէր լինի, եթե ձևավորված չլիներ հին հունական մշակույթի հիման վրա, եթե չլիներ հետևորդը այդ թվում եւ բյուզանդական մշակույթի, պարսկական մշակույթի, անպայմանորեն ինքը լավագույն օրինակներին ծանոթացել է։ Իր ոճը, իր ամեն ինչը, բայց միայն Նարեկացու մասին չի խոսքը։ Վերցրեք Հայաստանի պատմության լավագույն ճարտարապետին Ալեքսանդր Թամանյանին։ Այդ մարդը ամբողջությամբ դրսի եվրոպական մշակույթով էր ներծծված եւ եկավ եւ այստեղ վերաստեղծեց Կոմիտասը, հայկական ազգային Կոմիտասը, ամբողջությամբ եվրոպական կրթության պրոդուկտ էր, ինքը իր մեջից ուներ, բայց եթե չլիներ իհարկե ֆանտաստիկ բաներ եք ասում։ Իսահակյանը, Թումանյանը, որ դսեղից էր եւ դսեղում իրեն ատում էին եւ մինչեւ հիմա Թումանյանների հանդեպ վատ վերաբերմունք կա, ինչքան գիտեմ, դսեղում, բայց Թումանյանը ամբողջությամբ համաշխարհային գրականության հետևորդ էր եւ դրա վրա էր ինքը Այդ դեպքում հարց է առաջանում ուղղակի, արդյոք մենք ունենք հայկական քաղաքակրթություն որպես այդպեսին։ Հիմա այլևս չունենք։ Հիմա ունենք անցյալի մնացուկներ, որոնք հետևողականորեն ջնջում ենք։ Ես չեմ ուզում ասել ենք, որտեղ ես դրան չեմ մասնակցում, ես դրան հակառակ եմ։ Բայց այդպես պայմանականորեն եմ ասում ենք։ Եվ այսօր կա ազգային ինքնությունից հրաժարվելու, դա ոչնչացնելու գիծ, որը նույնպես եղել է ինքնության մաս։ Նայեք մեր տաճարներին միջնադարյան։ 300 տարի առաջ դեռևս տաճարներ կա, որոնց վրա խզբզել են իրենց անունները։ Ես չեմ ասում միջնադարի արձանագրությունները, որ որոշ դոնորներ, նվիրատուներ, պաշտոնապես եկեղեցու կողմից թույլտվությամբ գրել են իրենց անունները, նվիրատվություն են արել, խաչեր են արել, դրանք դա բոլորովին այլ պատմություն է։ Այլ Վալոդը Սմբատի հետ գնացել է ինչ-որ վանք, ասենք Նորավանք կամ չգիտեմ միտեղ եւ իր անունը խազել է պատերի վրա։ Կամ 70-ականներին, որ դեռևս խորհրդային միություններ գրում էին Սաշիկ Լյուբիտ Վալյո, հայերը։ Կամ չգիտեմ, եկեղեցու տաճարի պատերին։ Դուք այդպիսի բան այլ երկրներում չեք տեսնի, ծայրահեղ հազվադեպ որևէ տեղ չեք տեսնի։ Իտալիան, որ ահռելի մարդկային հոսքեր է տեսել պատմության մեջ, որ Հռոմ է եղել, որտեղ ամենատարբեր ազգեր են եկել ու անցել, եւ տուրիստ, եւ ուղակի այցելել, եւ վաճառականներ։ Տարբեր չեն բոլոր հասարակություններում։ Տարբեր կան ավելի վատ բան անողներ։ Չէ, ավելի վատ։ Դա աչք է ծակում, բայց շատ ավելի վատ բաներ ենք մենք տեսնում այլ հասարակություններում, այսպես ասած ավելի առաջադեմ եւ այսպես ասեմ, այն վատ բաները, որ տեսնում ենք այսօր Հայաստանում, այդ ամբողջ փաթեթը իրար հետ դու ոչ մի երկրում չես տեսնի։ Եվ կա քանակային հարաբերակցություն եւ սպառնալիքի տակ գտնվելու հանգամանք։ Եթե դու սպառնալիքի տակ ես, դու շատ ավելի ուշադիր ես եւ շատ ավելի ես սիրում ինքդ քեզ։ Այստեղ ճիշտ հակառակն է։ Եվ եթե դու նայում ես քանակային հարաբերություն, իհարկե Ամերիկայում էլ ամեն ինչ կա, բայց այդպիսի բան դա ծայրահեղ եզակիություն է։ Իհարկե իմ հարցը պիտի լիներ 350 միլիոնանոց Ամերիկայում, իսկ Հայաստանում 3.5 միլիոն էլ չկա։ Ասեմ, բոլոր երկրները ունեն իրենց բացասական, շատ բացասական կողմերը։ Բոլոր երկրներում բացասական բաներ կան։ Այսպես եւ մարդիկ էլ ամենուրեք այս խտությամբ, այս վիճակով, այս դրսևորումներով եւ այս հաճախականությամբ որևէ տեղ չկա։ Այսինքն ուզում ես ասել, որ մենք ինքնության ճգնաժամի մեջ ենք։ Չէ, ես եմ ինքնության ճգնաժամի մեջ։ Դու ինքնության ճգ, մենք չէ, այսինքն Չէ, շարունակվում է ինքնության լավ հատվածը առողջ սեգմենտը DNT-ի անտեսվում դուրս է մղվում, անառողջ սեգմենտը քաջալերվում եւ բազմապատկվում են այդ գենետիկ կոդերը, իրենք duplicate են լինում, այսինքն կրկնապատկվում են, բազմանում են։ Եվ դրա արդյունքն է այսօր ուրացումը ամբողջ ազգայինի, դրա արդյունքն է այսօր ուրացումը ամբողջ հազարամյակների ինքնության, Արարատի ուրացումը, որ սիմվոլ է, լեր չի, պատկեր չի, դա գաղափարաբանություն է Արարատը։ Այո։ Դա տեսարան չի բնակարանի պատուհանից բացվող, դա խոր բան է։ Տեսեք, հрьяաների մոտ կա Սիոն լեռը եւ սիոնիզմ։ Սիոնիզմը ինչ է? Դեպի Սիոն վերադառնալ, հрьяաների վերադարձ հայրենիք։ Սուրբ լեռը։ Սուրբ լեռը։
Դա գաղափարախոսություն է, լեռան պատկերը չի, ով է տեսել այդ լեռան պատկերը։ Սիոնի պատկերը ով է տեսել կամ ֆոտոն։ Շատ քիչ մարդ։ Բայց բոլորը գիտեն սիոնիզմը ինչ է։ Դա գաղափար է, գաղափարախոսություն։ Արարատիզմ է պետք։ Առանց դրա չի լինի, բայց այդ չեղածը հիմա եղել է եւ հրաժարվում են ընդհանրապես ամեն ինչից։ Հիմա այս դավաճանաբանությունը որ կա եւ այս վիճակը որ կա երկրում, երբ մարդիկ ծափ են տալիս այն մարդկանց եւ այն գաղափարախոսությանը, որը ծայրահեղ ուրացման եւ հայրենահանձնման գաղափարախոսություն եւ ուղղակի միգուցե լավ են փաթեթավորում այդպես։ Գիտեք, ասում է Ավետարանում ասում է, որ սատանան երբեք չի գալիս իր դեմքով, որովհետև եթե գայի դեմքով ոչ մեկ իրեն չի ընդունի։ Հայաստանում եկել է իր դեմքով ու սիրով ընդունել, այդ դրա համար է եզակի։ Եկել է իր դեմքով բաց, ոչ մի սիրուն փաթեթավորում չկա։ Եվ եթե դու պիտի սիրուն, չէ, մի րոպե, եթե դու պիտի սիրուն փաթեթավորմամբ ուտես մահաբերթույն քո եւ քո զավակների համար, որը պղծում է նաեւ քո նախների գերեզմանները, ապա դու երևի արժանի ես դրան։ Հիմա հարց տամ։ Բոլոր մնացած ազգերին, ովքեր եղել են գաղութացված, հարստահարված, այդ սիրուն փաթեթավորմամբ չեն փորձել կերակրել։ Բա ինչի ոչ մեկի մոտ դա չի հաջողվել։ Բա մենք այդքան անհույս ենք։ Հա։ Okay։ Այդքան չէ, շատ ավելի անհույս։ Պրոբլեմը նրանում է, որ ամենակարևոր պրոբլեմներից մեկը Գեորգ ջան, որ մենք ունենք մեկ այլ գենետիկ կոդ, դա այն ասածն է իմ, որ բացարձակապես վերլուծություն չի կատարվում եւ բացարձակապես մերժվում է ինքնակնդատության յուրաքանչյուր փորձ անգամ կատաղի ձևով։ Դա մեր մշակույթի մաս է երևի։ Վերջ ասեցիք, այսինքն դա գենետիկ կոդի մաս է եւ դա եղել է դարերով այդպես եւ չի փոխվում։ Եվ գիտես ինչ, հрьяաների, գերմանացիների, ճապոնացիների կատաստրոֆան իրենց ինչ սովորեցրեց, որ պիտի տեսնեն խնդիրը եւ փոխեն կարդինալ ամեն կերպ, հատկապես հрьяաների պարագայում ցեղասպանվողից իրենք պիտի դառնան անհնար օբյեկտ ցեղասպանության համար, այսինքն իրենց պիտի այլևս երբեք որևէ մեկը չկարողանա անգամ մոտ գալ։ Դրա համար աշխարհի մի ծայրում որ հրյա են սպանում, նրա համար որ հրյա է, ոչ թե ասենք փողոցում թալանելուց հանկարծ սպանվեց, չէ, որ հրյա է։ Հրյական պետությունը ուղարկում է Մոսադի կամ այլ հատուկ ծառայությունների խումբ, փնտրում են, կարող է 10 տարի փնտրեն, գտնում են սպանողին եւ ոչնչացնում են։ Եվ դա դարձնում են հանրային, որ որևէ հրյայի չի կարելի ձեռք տալ։ Սա ամենաբարձր գիտակցությունն է, որ կա։ Թորայում կա մի մեջբերում, որ ֆանտաստիկ մեջբերում է, եւ անգամ այդ անունով գիրք կա, որ էլի ֆանտաստիկ գիրք է, շատ ծավալուն գիրք է, կոչվում է Rise and Kill First։ Վերկաց կամ բարձրացիր եւ սպանիր առաջինը։ Եվ Մոսադը եւ հատուկ ծառայությունները մնացած առաջնորդվում են այդ սկզբունքով եւ գիրք կա, հաստափոր գիրք է, գրված իսրայելցի հատուկ ծառայությունների հետ կապված մի լրագրողի կողմից, ֆանտաստիկ աշխատանք է, որտեղ մանրամասնորեն բերվում է հատուկ ծառայությունների պատմությունը եւ հրեական վերածննդի պատմությունը, թե ինչպիսի ծայրահեղ անզիջումությամբ են իրենք հասցեագրում այդ խնդիրը, որ այլևս իրենց որևէ մեկը ձեռք չտա։ Հայերի մոտ ինչ է տեղի ունեցել։ Ցեղասպանություն շարունակական ոչ շատ լավ կազմակերպված ցեղասպանություն Օսմանյան կայսրությունում մինչև 1890-ականներ, երբ դարձավ կազմակերպված։ Սուլթան Աբդուլհամիդ, հետո 15 թվականին հասավ պիկին արդեն երիտուրքերի իշխանության օրոք։ Եվ դրանից հետո էլ շարունակվեց, հետ երիտուրքական շրջանում էլ շարունակվեց։ Հայերի մոտ հետևյալն է իմ կարծիքով, սուբյեկտիվ, դա աստված սխալվեմ, էլի ասեմ, չեմ կարծում, որ սխալվում եմ, բայց այնուամենայնիվ։ Ցեղասպանվել ենք, ուրեմն եկեք ցեղասպանողի հետ լավ լինենք, կարող է չցեղասպանի։ Մի հատ էլ ցեղասպանվեցինք, դե ինչ անենք, ուրեմն եկեք ցեղասպանողի ուզածը տանք իրեն, այսինքն ավելի ցեղասպանվենք։ Այդ հակատրամաբանությունը ինչպես է կոչվում։ Ես չգիտեմ ինչպես է կոչվում, բայց ես գիտեմ ինչու է այդպես։ Թումանյանը ասում է, որ մենք կոնկրետ բառերի հերթականությունը հիմա չեմ հիշում, ասում եմ մենք շատ ենք մնացել սրա նրա ոտքի տակ եւ խոտը, կանաչ խոտը, եթե մոտարապես է մեջբերում, եթե մնում է սրա նրա ոտքի տակ, փչանում է, նեխում է։ Ասում եմ եւ մենք այդպիսին ենք։ Եթե չեմ սխալվում, այդպիսին է այդ մեջբերումը։ Դարերի ընթացքում անընդհատ կոմպրոմիսի գնալու ցանկությունը մղումը մտել է ԴՆԹ-ի մեջ։ Անընդհատ զիջելու, տալու, հանձնելու։ Այդ դրա համար Հայաստանում ով իշխանությունը միշտ պաշտամունքի է արժանանում։ Դրա համար պետությունը չի սիրվում, ազգային պետությունը ատվում է։
որովհետև ազգային պետությունը դա աշխատանք է, դա դիմադրություն է։ Դա վտանգ է նվաճողի համար։ Հետևաբար նվաճողը գալու է քո վրա կռիվ, դու չես ուզում դիմադրես։ Դու ուզում ես պայմանավորվես, պայմանավորվել էլ չես կարող, որտեղ նույն քաշային կատեգորիայում չես։ Հետևաբար դու հանձնում ես։ Ու անընդհատ մտածում ես, որ դու հանձնելով դու կարող ես հասնել միտեղ, բայց հանձնելով դու ասում ես միայն գերեզման, որտեղ կյանքը, աշխարհը, համաշխարհային պատմությունը եւ քաղաքականությունը անվերապահորեն, եւ սա քննարկելի չի, սա թեորեմ չի։ Սա աքսիոմ է, ներողություն ավարտեմ, ապացուցում են, որ policy of appeasement, RD խաղացման, չէ, RD քաղաքագիտական տերմին արտահայտությամբ, չէ, բանով, գիտես ինչով appeasement բավարարելու, չէ, appeasement թարգմանում են խաղացում, ես սխալ բառ չեմ ասում։ Իմաստը բավարարելն է։ Ավելի շատ ոչ թե բավարարել, այլ ուզածը տալը, բավարարելը։ Այնպես անել, որ դիմացինը քո վրա չհարցակվի, ամեն ինչ անես, որ դու իրեն հաճոյանաս, հաճոյանալու, բավարարելու, այո, հաճոյանալու, բավարարելու։ Բավարարելու, հաճոյանալու քաղաքականությունը ամենակործանարար քաղաքականությունը, եւ դա ապացուցվում է նաեւ վերջին 100-ամյակում նույն Չեմբերլեյնը գնաց Հիտլերին հետույք լիզեց, ամեն ինչ արեց, հետ եկավ, հարձակվեց Հիտլերը միացյալ թագավորության վրա եւ Չերչիլը դրա հակապատկերներ եւ հաղթեց իր բացառիկ կամայնությամբ։ Բայց այ այստեղ մի դիտարկում պիտի անեմ, որտեղ ես իհարկե համաձայն եմ քո հետ, բայց այստեղ մեկ ուրիշ դրվագել կա, երբ որ դու բաց ես թողել քո ձեռքից այդ թելը եւ դու չես զարգացել այնքան, որ համապատասխանությամբ գոնե կարողանաս մի քիչ այդ սիմետրիան պահել, հիմա մենք մոտ այնքան ասիմետրիա առաջացել, նույն Ռուսաստանի նկատմամբ, նույն Ադրբեջանի նկատմամբ, որ այլ հարց է, որ թե ում մեղադրել դրա համար, որ մենք այդ ասիմետրիային ենք հասել, մեծ անդունդ է ձևավորվել։ Հիմա այս մարդիկ ոչ թե ուզում են անդունդը լցնել եւ այդ մեղմացնել այդ ասիմետրիան, ասում են դա իրականությունը այն է, որ մենք չենք կարող Ադրբեջանի դեմ գնալ, ստիպված ենք, ասում են, եթե չես կարողանում կտրել ձեռքը, ապա պաչի դիր ճակատի, տենց արտահայտություն կա հայկական ֆոլկլորի մեջ։ Հիմա ըստ էության իրենք դրանով են զբաղված։ Չես կարող, ուրեմն չես կարող, վերջ։ Դա եւս մի ԴՆԹ-ի խնդրեմ է, որը այսպես կոչված, եւ ուզում եմ ընդգծել, այսպես կոչված ճակերտների մեջ իրապաշտությունն է։ Ռեալիզմը, որը ռեալիզմ չի, կեղծ ռեալիզմ է, ռեալիստը ես եմ, ռեալիստը դու ես։ Համաձայն եմ, իհարկե։ Կեղծ պսևդոռեալիզմ է, որը ճիշտ հակառեալիզմ է, հակաիրապաշտություն է։ Ինչի համար, որովհետև այդպիսի բան կա նաև մեկ այլ կրոնում, քաղաքականություն, ասում է չես կարող այդ ձեռքը կտրել, համբուրիր դիր գլխիդ, մինչև դանակ կվերցնես ձեռքդ եւ կկտրես այդ ձեռքը։ Շարունակությունն այսինքն։ Ահա, եւ դա հաստատ քրիստոնեությունը չի։ Դա իսլամը պիտի լինի։ Բայց կա մի բան, որ այդ իրապաշտությունը դա ողորմելիության գաղափարախոսություն է։ Սողացող գաղափարախոսություն է։ Սողունություն կա այդ գաղափարախոսության մեջ։ Եվ սողուններին որպես կանոն նկատի ունես, որ գազանները ուզում են ոչնչացնել։ Խորամանկելու, հա, այդպես։ Չէ, ստորաքարշության գաղափարախոսություն կա այդտեղ, հանձնվելու բան կա այդտեղ։ Էլի ծուլություն է, չէ՞։ Օրինակ նաև իհարկե նաև ծուլություն, դրանք մի փաթեթով են Գևորգ։ Հիմա կա մուկ եւ կա կատու։ Մուկը ինքն է դարձել մուկ, ենթադրենք, պատկերավոր ինչ որ բան եմ բերում, հա, վերացական։ Եվ կատուն քշել է նրան անկյուն։ Հիմա այս մուկը, որ կատվի պոչը համբուրի, թռնի կատվին սկսի լպստել, լիզել, կատվի ոտքերը լիզել, արդյոք կատուն խնայելու է նրան։ Չունի, մուկը ուժ չունի, կատուն սուր ճանկեր ունի։ Կատուն ուղղակի շատ ավելի հեշտ, ավելի արագ մուկի մկան հարցերը լուծելու է, ճիշտ է, ճիշտ է։ Դու տեսել ես տեսանյութեր մուկը անգամ ինչ է անում։ Անգամ մուկը ինչ է անում, երբ անկյունում է հայտնվում։ Կատաղում է, թռնում է կատվի վրա եւ հաճախ կատուն փախնում է։ Այդ դեպքում այդ գոյատևման ինստինկտը ինչու է մեզ մոտ։ Ասեցի, որովհետեւ պարբերաբար տեղի ունեցել ինքնա սելեկցիա գենետիկ։ Բացի նրանից, որ հալածվել են միշտ դիմադրության կողմնակիցներ, ինչպես Նժդեհը, որը հալածվել էր, ինչպես Անդրանիկը, որը հալածվեց Հայաստանից, ուղակի թքեց ու գնաց, վիրավորված։ Այնպես ինչպես եւ անցած անգամ ասացի, վայրագրական ֆիլմ կա, երկու մասանոց, մի մասը ազատ հասանելի է YouTube-ում, մի մասը չէ, Դավիթ Ստեփանյանի, վերջերս է, եւ շատ տպավորված է այդ ֆիլմով, բարձրորակ գործ է արել մարդը, այդ ֆիլմում ցույց է տալիս Անդրանիկին ինչպես են հալածել, ինչպես ինքը եղել ուրիշ
ուրիշ մոլորակից բոլորի համար ներառյալ առաջին հանրապետության առաջնորդների, որոնք ուղղակի հանձնվողականություն էին դավանում։ Հա, նրանք դավաճան չէին, բայց միևնույն այդ հանձնվողականությունը կար։ Առաջին հանրապետություն, ինչքան էլ մենք ֆետիշացնենք առաջին հանրապետությունը, այսպես կոչված, որտեղ առաջին էլ չէր այդ հանրապետությունը, միակ հանրապետությունն էր։ Եվ այս կոնտեքստում մենք պետք է հասկանանք, որ եթե դու անընդհատ ճնշում ես, խեղդում ես, արի այսպես ասեմ քեզ, Գեորգ, բաց խոսենք, շատ անկեղծ խոսենք։ Արդյոք դու ճնշված եւ խեղդված չես այս հասարակության մեջ։ Իհարկե, ես, որ ասում ես ցածր դիտում ունեմ, ինչի ցածր դիտում ունես։ Ես դիտում եմ քո հաղորդումները։ Բոլորը գրեթե դիտում եմ ինչի համար, ոչ թե որովհետև դու իմ ընկերն ես։ Որովհետև ես քո մեջ արժեք եմ տեսնում։ Ճիշտ է, չեմ տեսնում իմ բառերով խոսող մեկին կամ բան, բայց ես տեսնում եմ ինպես մտածող մեկին խոսում։ Դու էստեղ ես, որ դու քո բառերով խոսես։ Այո, բայց ես արժեք եմ տեսնում։ Բա ինչի ուրիշները չեն տեսնում։ Արժեք տեսնողը կնայի, որովհետև դու խորթ ես։ Բայց ես քո վրա եմ օրինակը բերում, այդ նույն օրինակը հանգիստ կարող եմ բերել իմ վրա եւ շատ ավելի բյուրեղացված ձևով։ Քեզ թվում է ես մերժված չեմ այս հասարակության մեջ։ Ինչ եմ ես մերժված։ Որտեվ ես ինձ նախկինում հենց ասում էին ծայրահեղական է, խելագար բաներ է խոսում։ Պարզվեց ինչ ասում էի ճիշտ էր։ Հիմա նոր սկսել են շատերը հասկանալ։ Հա, բայց միևնույն է ես իմ տեսակը տեղ չունի այս ժողովրդի մեջ, որտեվ այլ մոլորակային բաներ է ինքը խոսում, ինքը հрьяաների օրինակներ է բերում, ինքը ասում է, որ appeasement-ը միայն քեզ կործանում է, ես երբևէ պատերազմ չեմ քարոզել։ Եվ ես երբևէ չեմ ասել, եկեք գնանք, չգիտեմ ինչեր անենք։ Ես ասել եմ, որ սա պիտի պահպանվի եւ պիտի ուժեղանա եւ հզորացվի եւ անգամ դրա համար են հարձակվում քո վրա։ Այսինքն ինքնություն չհանձնվելը, appeasement չանելը, չհաճոյանալը տոտալ մերժման է արժանացած։ Եվ տես ովքեր են առաջին պլանում։ Ովքեր են առաջին պլանում։ Ես եւ դու երբևէ չենք կարող այս ժողովրդի կողմից բարձրացվել այն աստիճանի, որ մեզ վստահվի իր ճակատագրի համար լավ բաներ։ Բայց միգուցե պայմանական ասած, միգուցե ինձ, քեզ, մեր նման մարդկանց լայն հասարակությունը ունի սիմպաթիա, համակրանք, բայց մտածում եմ, որ մենք թույլ ենք։ Չէ, ընդհակառակը։ Ովքեր մեզ գիտեն, վախենում են մեզից, բայց դրանք անհատներ են, հասարակությունը չէ։ Լայն հասարակությունը, ինչպես դու ասիր, Գևորգ, թքած ունի եւ իմ վրա եւ քո վրա։ Շնորհակալություն։ Սկի չեն էլ ճանաչում։ Ճանաչում։ Հա, ճանաչում։ Քեզ չեն ճանաչում, ինձ էլ չեն ճանաչում։ Հայք իսկ հնարավոր լայն հասարակությունը։ Մտածենք, որ որովհետև դες այդ վարկածը շատ եմ լսել, որ իշխանությունը փորձում է ժամանակ շահել, որպեսզի ուժեղանա։ Մկնիկ։ Թուլանալով ավելի ուժեղանա։ Զենքերը դնելով, մեր ուժը մեր թուլության մեջ։ Եղունգները կտրտելով, հա, 1984 Ջորջ Օրվել։ Ես Օրվելի գերեզմանին էի 2 ամիս առաջ Մեծ Բրիտանիայում, շատ հեռու տեղ, շատ պատահաբար, եւ այդ խոսքերն էի հիշում։ Պարտությունը հաղթանակ է, թուլությունը ուժեղություն է, չգիտեմ, ստրկությունը ազատություն է, պատերազմը խաղաղություն է, այդ գրոտեսկի մեջ ենք ապրում։ Բայց դա դպրոց է, էլի փիլիսոփայական իրական։ Իհարկե, շատ խոշոր մտածող էր Օրվելը։ Ոչ թե Օրվելը նկատում եմ, այլ ինքը խոսում է մտածողության մի դպրոցի մասին, որի կրողները շատերն են։ Ինքը խոսում էր հիվանդագույն հասարակության մասին, որ այն ժամանակ թվում էր թեական մի բան օդի մեջ։ Այս արևմուտքում շատերը համաձայն են այդ գաղափարախոսության հետ։ Չէ, դոզաների խնդիր կա, արևմուտքում չգիտեն ինչ է կատարվում մեկ այլ երկրում, մի փոքրիկ երկրում։ Իմիջայլոց պիտի նաև մի բան, որ կեղծ իրապաշտ ողորմելիական գաղափարախոսության կրողները չեն հասկանում, դա այն է, որ փոքր պետությունները շատ ավելի մոբիլ են եւ շատ ավելի հնարավորություններ ունեն մեծ խնդիրներ լուծելու եւ այս տեսության բավական լավ գիրք ունի գրված այն մարդում հետ դու ես աշխատել, ես չեմ աշխատել իհարկե եւ այստեղ կարծում եմ անարդար կերպով դարձրեցին ծաղրի առարկա, փորձեցին փչացնել իմիջը բան, բայց որից շատ բան կարող էր ստանալ Հայաստանը, նախկին նախագահ Արմեն Սարգսյանը բավական կարևոր գիրք ունի այս մասին, փոքր պետությունների մասին, ուժի մասին եւ դա հիմնականում իր կոնցեպտն էր։ Իմ եւ քո ընկեր Էդուարդ Աբրահամյանն էլ այս թեմայով բավական աշխատանքներ է կատարել եւ խոսում է անընդհատ։ Սա անհերքելի փաստ է։ Փոքր պետությունները շատ հաճախ ավելի շարժունակ են եւ ավելի կարող են, քան խոշորները։ Ադրբեջանը ըստ էության փոքր պետություն է եւ տես ինչպիսի ռեգիոնալ խաղացող դարձավ։ Կան փոքր պետություններ, որ ասեմ, հենց ասեմ հայերը այդ
շատ հատուկ սպეციფიկ մտածողությամբ կասեն դե փող ունեն, նավթ ունեն, գազ ունեն, չէ։ Նիգերիան ավելի շատ նավթ ու գազ ունի ու փող ունի, քան Քաթարը կամ Վենեսուելան, բայց Քաթարը համաշխարհային խաղացող է այսօր։ Արաբական Միացյալ Էմիրությունները շատ փոքր պետություն են, քաղաքացիների ահռելի փոքր, աննկարագրելի փոքր խումբ է ապրում այդ երկրում։ Մեզ մոտ չգիտեն Քուվեյթը մնացածը, բայց Քուվեյթը քաղաքական տարածաշրջանային եւ համաշխարհային կշիռ չունի։ Արաբական Միացյալ Էմիրությունները մինչև Աֆրիկայի խորքերը ահռելի լծակների է տիրապետում քաղաքական եւ լրջագույն ազդեցություն ունի եւ իր քաղաքական ազդեցությամբ մրցակցության մեջ է այսօր Սաուդյան Արաբիայի հետ, որ 100 անգամ ավելի մեծ պատկերավորվածություն պետություն է եւ ավելի մեծ ռեսուրսներ ունի։ Խնդիրը նրանում է, թե դու քո արչեւ ինչ խնդիրներ ես դնում եւ ինչպես ես լուծում այդ խնդիրը եւ ամբիցիաները, ասում եմ, Քաթարից ավելի հզոր, ավելի ահռելի բնակչություն ունեցող, ավելի ահռելի բանակ ունեցող պետություն է Նիգերիան, որ հսկայական նավթային պաշարներ ունի։ Աֆրիկայում այդպիսի պետություններ կան հսկայական քանակությամբ։ Իսկ կամ Բրունեյը օրինակ, աշխարհի ամենահարուստ պետություններից է փոքր, բայց չունի այդ ամբիցիաները, իր արժեվ խնդիր չի դրել եւ ինքը համաշխարհային խաղացող չի։ Չի ուզում ուղղակի։ Չի ուզում, որտեվ ինքը այդ խնդիրներ չունի, այդ աշխարհագրությունը չունի, բավական հարմարավետ տեղում է, բայց իրենից շատ ավելի պակաս կամ իր հետ համեմատելի Քաթարը համաշխարհային խաղացող է այսօր։ Եվ Միացյալ Նահանգների ամենակարևոր դաշնակիցներից մեկն է, Միացյալ Նահանգների ամենակարևոր բանակներից մեկը տեղադրված է Քաթարում։ Եվ այս բաները չեն հասկանում այս մարդիկ, որ ընտրության խնդիրը դու ինչ ես ընտրում լինել, խեղճ, ողորմելի եւ կոշիկ լիզող, անհատ, անձ, երևույթ, համակարգ, հիմնարկ, թե կամ պետություն, թե ուզում ես արժանապատվություն ունենաս եւ բան անես։ Հрьяաները ես Նյու Յորքում ծանոթ ունեի, որ հрья էր եւ Իսրայելից էր գաղթել Միացյալ Նահանգներ, եկել էր բիզնես էր հիմնել ու մնացել էր ու պատմեր, ասում էր, ասեցի որտեղ եք եղել, բական տարեց մարդ էր։ Ասես Պտախ Տիկվայում, առաջինը եկել ենք Պտախ Տիկվա, Պտախ Տիկվան դա փոքրիկ ավան քաղաք է։ Ասեցի, հա որ եկաք ինչ վիճակ էր, ասես ոչ մի բան չկար, ավազ էր մենակ։ Ոչ մի, ասես մենք վրանում էինք քնում, ջրի համար էլ մի 5-6 կիլոմետր գնում էինք, մի հատ աղբյուր կար, այդ աղբյուրից էինք ջուր վերցնում, ասեց ինչ հեռախոս, ինչ լար, ասեց հեռախոս առաջին անգամ 80 թվականին ենք ունեցել մենք տանը։ Այսօր Պտախ Տիկվան, Գևորգ, ֆանտաստիկ ֆուտուրիստական եղել եմ, գիտեմ դա ինչ է։ Մի տեղ է եւ պատկերացրու որ Պտախ Տիկվայի բնակիչները համաշխարհային հարցեր են լուծում։ Մարդիկ գնացել են ավազների վրա, չեղած տեղ, թշնամական մթնոլորտում, միջավայրում եւ հայերը ատում են հрьяաների օրինակը, որովհետեւ այդտեղ կա challenge, կա մարտահրավեր այստեղի հասարակության պատկերացումներին աշխարհի մասին եւ եթե մի բան հակառակ է իրենց պատկերացումներին եւ ապացուցում է որ իրենց պատկերացումը սխալ են, իրենք դա մերժում են։ Դրա համար որտեղ ես բերում եմ այս օրինակը հрьяաների կամ Իսրայելի, միանգամից փորձում են բերանս փակել, բերանս չեն կարող փակել, բայց ինչ որ մի հիմարություն ասում են։ Որպես հակառակ բան, չէ, դե նրանց դաշնակից Ամերիկան, իսկ Ամերիկան օթից դառավ դաշնակից։ Հрьяաներն իրենց դարձրեցին դաշնակից։ Դե դա չեն հասկանում, չեն ուզում հասկանալ։ Իսրայելի ստեղծման գործում ամենակարևոր դերը Բրիտանիայից հետո կամ դրանից առավել խաղացել է Սովետական Միությունը։ Այո, իհարկե։ Սովետական Միության վրա թքեցին, որտեղ հասկացան, որ դա անվստահելի երկիր է եւ Ռուսաստանի վրա չի կարելի հենվել, անցում կատարեցին Միացյալ Նահանգները։ Այ դրա համար է Իսրայելը իսրել, որտեղ ինքն է կայացրել այդ որոշումը։ Ներողություն, եւ եթե Իսրայելը որոշում կայացներ հանձնվելու, թե Յոմ Կիպուրի պատերազմի ժամանակ, թե մնացած պատերազմների ժամանակ, ինչ ես կարծում, Իսրայել կլիներ այսօր թե ոչ, իհարկե չէր լինի։ Ընդհանրապես 6 օրյա պատերազմը, որ ֆանտաստիկ մի բան է համաշխարհային պատերազմների պատմության մեջ։ Մարդիկ 100%-ով պարտված էին սկզբից։ Դա ինչ իսրայելցիները։ Դա ինչով ես դու դա բացատրում, այսինքն դա իրենց բացատրել պետք չի, Գոլդա Մեյերը ինքը այդ ամեն ինչը բացատրել է, հատուկ ինչ հատկանիշ է։ Ասում եմ մենք, եւ միայն Մեյերը չի, ասում եմ մենք որոշել ենք, որ այլևս եւ ես այդ գրքից էլ հիմա մի պահ կպատմեմ, ասում եմ մենք որոշել ենք, որ մենք ուղակի չպիտի ենթարկվենք ցեղասպանության։ Եթե հարձակվում են մեր վրա, ուրեմն երաշխավորված է, որ մենք ենթարկվելու ենք ցեղասպանության, կորցնել ենք ոչ միայն պետություն, այլև ժողովուրդը վերանալու է։ Դա մի բան է, որը ոչ մի գնով չի կարելի թույլ տալ։ Եվ ասում եմ, ինչ պիտի անեինք, ինչ ունեինք անելու։ Կամ հանձնվում ենք եւ ընդունում ենք այդ ճակատագիրը, մեզ խաբում ենք, որ ընթացքում դա չի լինի, կամ մեզ կխնայեն, որ չէին խնայելու, կամ մենք անում ենք անհնարինը եւ դա ինչ հատկանիշ է, ինչպես է դա կոչվում։ Խելք կամք։ Խելք եւ կամք։ Խելք եւ կամք։ Այսինքն պետք է ունենալ խելք, մենք ունենք խելք։ Ես չգիտեմ, դու ասա։ Գուցե ունենք, գուցե շատ խելացի ենք, չգիտեմ։
գուցե ես պիտի քեզ վերջին հարց տամ, այսքան ինչքան դու ասեցիր, այս հարցը շատ դժվար է լինելու քեզ տալ, որովհետև ես միշտ ավանդաբար տալիս եմ այս հարցը մեր բոլոր հյուրերին, իսկ որն է մեր լավ կողմը։ Արի թող այդ ամբողջ իրականությունը փորձի ինձ ասել, թե քեզ մենք ինչ լավ կողմ ունենք։ Մենք ասելով փորձեմ ավելի քեզ ծուղակ դնեմ, որ ես ծուղակից դուրս գամ։ Ինչ նկատի ունես մենք ասելով։ Ում։ Երևի թե հավաքական հային, որը տարիների, դարերի, հազարամյակների ընթացքում ինչ-որ ճանապարհ ամեն դեպքում գծել է։ Ես կարող եմ ասել, որն է անհատների առանձին անհատ հայերի լավ կողմը։ Թումանյանը բացառիկ մեծություն է ինձ համար համաշխարհային մասշտաբների։ Ես ամեն անգամ Թբիլիսիում աշխատում եմ գնալ Թումանյանի գերեզմանին, խոնարհվել, քարը համբուրել։ Ինձ համար բացառիկ մեծություն են այն ռազմական գործիչները, որոնք եղել են տարբեր։ Օրինակ ես չեմ ասի Նժդե Հանդրանիկ պարսպաներեն, Գուրգեն Տեր Մովսիսյանը, շտաբս-կապիտան, որը ըստ էության փրկեց ամբողջ ճակատամարտը 18 թվականի։ Ինձ համար բացառիկ մեծություն է աննկարագրելի պատմության մեջ Մաշտոցը։ Ինձ համար բացառիկ մեծություն է իմ հայրը, իր տեսակով մտածողությամբ իր արածի համար, մորս կողմից նախնին Խաչատուր Աբովյանը, որ էլի մերժված էր, որին էջմիածնում ծեծել են, որին մեղադրում էին դավաճան լինելու մեջ, որ բարձացել էր Արարատը եւ գնացել էր Դորպատում սովորելու, հալածում էին եւ հետո էլ ռուսները գլուխը կերան։ Ինձ համար կան բացառիկ մեծություններ, անհատներ։ Այն մարդիկ, ովքեր ստեղծել են փայլուն ճարտարապետություն, ինձ համար մեծություն չի Ծովակալ Իսակովը, օրինակ։ Սովետական ծովակալ էր, կապ չուներ, ինչ, այսինքն այդ հիմար հպարտանալու բաները չէ։ Նրանք ովքեր, բայց երբ որ նայում ես այդ pattern-ին, այսինքն շարանին, եւ որ երևույթ է դառնում, բոլորը դրանք կամ մերժված են եղել, կամ հալածված են եղել մեծ մասամբ, Կոմիտասը բացառիկ մեծություն է։ Եվ չեն ընդունվել մահից հետո, իհարկե, փորձել են կապիտալիզացնել։ Եվ այդ կապիտալիզացիայի մեծ մասն էլ տեղի ունեցել սովետական միության ժամանակ, որովհետև իմպերիային պետք էր հայրենասիրություն ներարկել սեփական իմպերիան պահելու համար։ Եվ բայց այդ հայրենասիրություն ներարկելու իմ մասին խոսքը, դրա մասին իմ խոսքը նույնը չի, ինչ որ Փաշինյանն է ասում, որ մեզ հայրենասիրության մոդել է պարտադրված։ Եթե մոդել կար պարտադրված սովետական միությունից հայրենասիրության այստեղ, ապա շատ լավ մոդել էր դա։ Այդ մոդելն էր, որ 88 ծնեց։ Հետո տեղի ունեցավ վերադարձ հայրենասիրության բնիկ մոդելին։ Եվ տեսնում եք ինչ եղավ։ Այսինքն մենք կարողացանք 88 անել ամեն։ Եվ ինչ է լինում։ Մենք չկարողացանք, դա եղավ իներցիայով սովետական սերնդի։ Դե կարելի անունները փոխել, բայց ի վերջո չասեցին, դե ոչինչ։ Չէ, էլի չարեցինք։ Արի էդ էլ խոսենք։ Էլի չարեցինք։ Այդքան այդ Արցախյան շարժումն էլ ի սկզբանե սխալ գենով սկսվեց։ Ինչ էր նշանակում գնալ ազատագրել հայրենիքի հողերը եւ հղում չանել միջազգային պայմանագրերին, ընդունել, որ դա Ադրբեջանի տարածք է, հայտարարել բուֆերային գոտի, Քոչարյանի ելույթները կան այդ ժամանակվա վիդեո ռուս լրագրողին տված։ Հայտարարել բուֆերային գոտի եւ սկսել բանակցել դրա շուրջ, խոսել Արցախի անկախության ճանաչման մասին, Ադրբեջանի կողմի հիմարությունների շարան, կատարյալ ապակաղակական լավ բանով վերջացնել։ Հիմա գամ այդտեղ։ Այսինքն, էդ էլ էր սխալ։ Անհատների մասին ես կարող եմ խոսել։ Ինձ որ հարցնես հավաքական որն է լավ կողմը, համով խորոված ենք սա։ Կարելի է։ Համով խորով, ասենք լավ խոհարարներ ենք։ Խոհարար չգիտեմ, էդ էլ չգիտեմ, որովհետև լավ խոհարարը տարբեր բաներ է իր մեջ ներառում, ես չգիտեմ օրինակ լավ խոհանոց ունենք, ասկե։ Չէ, դա լավ չի։ Okay։ Բայց լավ խոհանոցի համար ինչպես շատ հարցերում նյութ ենք հանդիսացել այլոց համար։ Պարսկական խոհանոցը շատ հարուստ է եւ շատ լավն է։ Եվ վստահ եմ, որ դրան մասնակից է եղել նաև հայ ժողովուրդը։ Բայց տվող ենք, օրինակ ֆանտաստիկ գորգարվեստ ենք ունեցել եւ տվել ենք։ Բացի նրանից, որ նյութականորեն վերցրեցինք, նվիրեցինք։ Այսօր ադրբեջանցիները աշխարհով մեկ տարբեր
անտիկ բուտիկներից եւ on-line եւ նաեւ խանութներից եւ բաներից առնում են գալերիաներից, գնում են հայկական հին գորգեր եւ ներկայացնում են դա Ադրբեջանի, իրենք ստեղծել են մեր հիման վրա վերցրել եւ մենք հրաժարվել ենք։ Եկեղեցին կարողանում են ներկայացնել որպես մենք ինչպես հրաժարվեցինք Արցախից եւ այսինքն որ դա մերը չի եւ մերը չէր, ինչպես հրաժարվում ենք ինքնությունից, Արարատից, ամեն ինչից, այդպես հրաժարվել ենք ամեն ինչից եւ խոհանոցից, խոսում ենք խոհանոցից։ Դու գիտես Միշլինի աստղ ունեցող հայ խոհարարի, ես չգիտեմ, բայց խորովածը համով է։ Հայկ, շատ շնորհակալ եմ քեզ այս շատ անկեղծ զրույցի համար։ Կարծում եմ, որ մենք երկուսով էլ սպասում ենք այս զրույցին։ Ես հաստատ։ Ու ես էլ առավել եւս, քանի որ հրավիրել եմ քեզ, որովհետեւ ես հենց սա էի ակնկալում, որ մենք վերջապես կկարողանանք մեր հեռուստատողների համար ունենալ այս բաց լայն խորքային քննարկումը։ Եվ ես ճիշտ ասած միշտ քեզ sense ավելի եմ սիրում, քան երբ որ դու մտնում ես ավելի քաղաքական դաժան այդ պայքարների կռիվների մեջ։ Չէ, պայքարի մեջ չկամ ես իրականում, ես վերլուծում եմ հիմա նրա համար, որ արձանագրած լինեմ։ Ես մի բան էլ ասեմ ուղղակի, որ այս խոսակցությունը, որ մենք ունեցանք, այս խոսակցությունը ես մինչև այս պահը ոչ մեկի հետ չեմ ունեցել, որևէ եթերում, որտեվ այդ հարցերը չեն հնչել, որտեվ այդ պահանջարկը չի եղել, այդ միջավայրը չի եղել, ես միշտ ուզեցել եմ ասել եւ խոսել եւ վերլուծել, որտեվ սա վերլուծական խոսք է։ Այո։ Բայց պահանջարկը չկա։ Եվ պիտի լինի, պիտի արձանագրումը լինի։ Եվ սա ենթադրում եմ իր բնույթով միակ այսպիսի թեման է, մինչև այսօր ընդհանրապես այս երկրի պատմության մեջ, որ մենք խոսեցինք եւ այս մոտեցման հրապարակումն է, սա պիտի լինի որպես արձանագրություն, որպեսզի չլինի, որ մեկը չկար, որ չասեց։ Շնորհակալություն, Հայկ։ Ես եմ մեկ անգամ շնորհակալություն այլ ձեզ ելի հեռուստատողներ։ Շատ կարևոր է, որ դուք հետևեք, շատ կարևոր է, որ ականջար լու լինեք այս քննարկումներին։ Հայկը նշեց մեր ինքնության հետ կապված եւ խնդիրները եւ նաեւ առավելությունները կամ այն հարցերը, որոնք կազմում են այդ շղթան, այդ դնթն, որը ըստ Հայկի շատ հաճախ դարերի եւ տարիների ընթացքում կամ հազարամյակների ընթացքում ինքը վերապրել է տարբեր մուտացիաներ եւ խնդիրների առջեւ է մեզ այսօր կանգնեցրել, որի լուծումը իրական մեր ձեռքում է, բայց կարծեք մենք միշտ չէ որ ունենք այդ կամքը, թեև ունենք խելք կարծես, բայց կարծես թե չունենք կամքը այդ խնդիրները իսկապես խնդիրներն առերեսվելու, այդ քաջություն ունենալու եւ տեսնելու, ինչը որ Հայկն էլ խոսում էր ինչի մասին, այսինքն այդ ինքնակնդատությունը երբեք չպիտի նվազի։ Ես շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ եւ ինչպես միշտ ասում եմ, որ չվհատվեք։